Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, դուք ելույթի ժամանակ ձեր նշեցիք, որ 3 հասցեատեր ունի, հա, այսօրվա ջահերթի ուղերձի հասցեատերերը 3 հոգի են, Թուրքիան, Միջազգային հանրությունը եւ գործող իշխանությունը։ Գործող իշխանությունն էլ նշել է, որ իրենց արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության ճանաչումը առաջնային տեղ չի զբաղեցնում։ Ուրացման հետևանքների մասին եմ ուզում խոսեք։ Ինչ հետևանք է ունենում այս քաղաքականությունը եւ արդյոք Արցախի հայաթափումը, բռնի զավթումը դրանց օրինակների շարքին է դասվում։ Եթե ցեղասպանությունը ժամանակին ամբողջական գործընթացը միջազգային ճանաչման տեղի ունենար, Թուրքիան ընդուներ եւ պատշաճ կերպով դատապարտվեր, Արցախում նույնը տեղի չէր ունենա։ Հետևաբար շատ կարևոր է նաեւ Հայաստանի անվտանգության տեսակետից, մեր ապագայի անվտանգության տեսակետից միջազգային ճանաչումը հայոց ցեղասպանության։ Այս իմաստով մեր պահանջատիրության երթը, մեր պայքարը, որևէ մեկը մեզանից չի կարող խլել, չի կարող ստիպել, որպեսզի մոռանանք մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ 1.5 միլիոն անմեղ զոհերին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյան չէ, Էրդողան, Ալիև չէ, ուզում է լինի, այս մեր իրավունքը մեր ձեռքից չի կարող խլել, այդ իրավունքի համար պայքարելու ենք։ Սրանք ժամանակավոր են, սա մի չարիք իշխանություն է, որ այսօր կատարում է Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջները։ Իհարկե մենք այս ամեն ինչ կարող ենք վերականգնել եւ մեր պայքարը բնականon հունի մեջ մտցնենք այս չարիքից ազատվելուց հետո եւ դա անելու ենք։ Շնորհակալություն։